Ես բարի լույս, ոյ, սարչելով գնում եմ աշխատանքի, 3-5 շաբթի չէ տանն էի, այսօր ուրբաթ է, գնում եմ աշխատանքի այնքան այդ միջանկյալը վատ է, որ մի օր տունն ես մնում, հաջորդ օրը պետք է գնաս, հետ ցանկանալով գնում ես աշխատանքի։ Նախաճաշեցի մամայի հետ, սրճեցինք, զրուցեցինք, հետո հոսքոցը որ ուշանում եմ, արագ դուրս եկանք, ոչ մի դիմահարդարում, ոչինչ չեմ արել, քանի որ այսօր տեղ ունեմ գնալու, հրավիրված եմ, այսինքն կազմակերպված է երեկոյան, դրա համար այսպես դեմքս ազատ եմ թողել, որ հետո երեկոյան դիմահարդարում անեմ, այլ հիմա չանեմ, հետո գամ տուն նորից, գնամ աշխատանքի, ճուշանամ, արդեն հասել եմ կանգար, սպասում եմ ավտոբուսին, որ վրայի կգամ 1-2 րոպե, այստեղ մի այսպես փողոցում չսպասեմ, գոնե 5 րոպե այստեղ նստում եմ, կներեք, գոնե 5 րոպե այստեղ նստում եմ, մինչև գալիս է ավտոբուսը, ոյ այսօր ավելի ցուրտ է, կամ ինձ է թվում, կամ այսօր ավելի ցուրտ է, մազերից ձեռք եմ տալիս, վախենում եմ, որ այսպես կմնա ձեռքերից մեջ թափվում է, մի աննկարագրելի ձևով չեմ հասկանում ինչից եմ նամանավանդ երբ որ լվանում եմ այսպես փունջ դուրս է գալիս չգիտեմ ինչի հետ է պայմանավորված միգուցե վիտամինների հետ է պայմանավորված ինչ որ պակաս կա սովորաբար ես միշտ շատ քիչ եմ օգտագործում միգուցե դրա հետևանքն է նկատելի է լինում հա օրգանիզմի վրա բայց թիրոիդների անալիզը տվել եմ այսինքն զոբի հետ կապված ոչ մի խնդիր չկա ինչու՞ն է խնդիրը չգիտեմ, բայց բժշկի հետ չեմ կարող կապնվել, որպեսզի ընդհանուր արյան անալիզ հանձնեմ, որտեղ սովորաբար տարին մեկ ապահովության համար անալիզ եմ հանձնում ընդհանուր, հա չեմ կարող կապնվել, միակ օրը, որ գտել եմ ամսի 8-ն է հունվարի, որովհետև արդեն հիմա գրեթե արձակուրդներ են, կիսատ են աշխատում թերի, հա ամսի 8-ին կզանգահարի, կասեմ, որ ուզում եմ անալիզների համար օր վերցնել այդպես սիրելիներս տեսնեմ ինչն է պատճառը ոչ թե միայն մազաթափության համար եմ ուզում վերցնել, այլ ուղղակի ընդհանուր օրգանիզմիս վիճակը հասկանալու բայց կնշեմ, որ հատուկ վիտամիններն էլ ստուգ եմ, որտեղ ինձ թվում է ինչ-որ վիտամինի պակասությունից է շատ է թափում անասելի կերպով շատ է թափում ես գնամ աշխատանքի, ձեզ բոլորին լավորվա շարունակություն եմ ցանկանում հետո ընթացքում նորից կգամ ու կմիանամ ձեզ բարի օր սիրինես, ողջույն, բարի կեսօր, բարի երեկո, մեզ մոտ ավելի շատ բարի երեկոյի ասելն է, որովհետև մինչև եկել եմ տուն այսօր եղել է ժամը գրեթե 6-ը ինչ պետք է անենք, մաման ենտեղ տեսնում եմ կարագը դուրս է բերել, ուզում է շերտավոր խմորը պատրաստել, ես էլ զուգահեռ մտածում եմ արժե, թե այսօր ոչ մեղրով շերտերն անել, 2 տեսակ միկադոյի ու մեղրով, կամ մտածում միայն մեղրով շերտեր անել, կեսը կանեմ շոկոլադե պատ, կեսը կանեմ ուղղակի փշրանքով, բայց այս պարագայում մեղրով շերտերը սովորական դասական տարբերակով գտնակել, բացել, նոր թխել, բայց հիշում եք չէ առավոտյան որ ասում եմ այսօր պետք է տեղ գնայի, ոչ թե այսօր է, այլ վաղն է, վաղը պետք է գնամ ու ընդհանրապես չգիտեմ ոնց եմ հասցնելու, ուզում եմ գնալ, թե չեմ ուզում, որովհետև օր չի մնացել, վաղը արդեն ամսի 28-ն է, 29-ը կիրակի է, ու ես փորձեմ գոնե ինչ-որ մի բան հա պատրաստել, որպես այդպիսին մենք մեր ընկերները կգան կգնանք շնորհավորեմ, որպես այդպիսին այս տարի շատ չեմ պատրաստվել, որովհետև ավելի շատ տրամադրված եմ տան հարցերով, այսօր ասացին խոհանոցն է եկել, միակ թերություն առաջացել, որ պատերի գույնը կատալոգով ինչ-որ ես ընտրել եմ նույնը չէ, շատ խիստ արտահայտված վարդագույն է ստացվել, մյուսը մանուշակագույն է ընտրել Արտոն ասում է գրեթե չի տարբերվում երանգները, չես ասի, որ դա մանուշակագույն գույնի է,
ինձ թվում է թե ֆոկուսից ընկած է։ Ինչևէ սիրելիներս, Արտուրն ասաց, միգուցե մեծ սենյակինը կթողնենք այդպես, մամայի սենյակինը այդ մանուշակագույնը կփոխենք սպիտակի գոնե, խոհանոցն է եկել, քանի որ խոհանոցը շատ մեծ չէ, շատ է լինելու պահարանները, հա, կահույքը շատ է խոհանոցի, Արտուրը պետք է հավաքի ու դժվար թե դա անի 1-2 օրում, որտեվ բավականին մեծ ծավալուն աշխատանք է սպասվում, տեխնիկան եկել է, տեխնիկան էլ կա, այնտեղ մնացել է պատուհանները, որ պետք է բերեն, դեռ պատրաստ չէ, լոգարանը, սանհանգույց եւ այլն պետք է գնեն, որ միտեղ շատ լավ է, բայց միտեղ այսպես կրկնակի, եռակի, քառակի ծախսեր են սիրելիներս, այնտեղ պետք է կահույք գնել եւ այլն ու եւ այլն։ Այսօր հոգնած եմ եկել շատ։ Վիկտորյան գիշերը չթողել քնել, ընդհանրապես Վիկտորյան ուշ քնող է։ Հիմա էլ որ չի գնում դպրոց, էներգիան չի սպառվում, ավելի վատ 3 մինչև ժամը գիշերը 2-ը իր հետ ֆիլմ եմ դիտել, նոր տարվա նվիրված, այդպես չի ուզում քնել։ Վերջում ստիպված այլացել, ասում եմ Վիկտոր, վերջ, ու բայց այսօր զգացում էի վրա, որ ընդհանրապես ուշ չունի աշխատելու։ Դա էլ քիչ էր, ավտոբուսը չեկավ, այսինքն եկավ ու չկանգնեց։ Ընկերուհուս եմ զանգահարել, Արտուրն էլ հեռու էր, շատ հեռու էր, որ գար իմ ետևից, ասաց մինչև գամ կլինի ժամը 6-ը, ստիպված ընկերուհուս զանգահարեցի, ասաց խնդիր չունես, 10 րոպեից այդտեղ կլինեմ։ Եկա ասացի մի 5 րոպե աչքս էսպես հանգստացեմ Էրիկի այնտեղ ինձ վրա սալտոներ էր ցուցադրում, զգացի ինչ-որ մի հատ հարված եկավ այս կողմից, լավ է շատ սիրուն հայկական գիտես ոչ մի բան չի եղել, այդպես հիմա ինչ պետք է անենք, մտածում եմ ինչ անել, թողնել մաման գա ուղակի շերտավոր խմորը պատրաստեմ, թե այդ ընթացքում կարող եմ դա անել կամ մտածում եմ միսը դուրս բերել, իջլի քյուֆտան պատրաստել, բայց իջլի քյուֆտայի համար էլ դրսի միսը մի տեսակ շատ սենց լավը չի թվում ինձ, մի տեսակ ունի այդ սպիտակ ջլերն ու վախում եմ, որ հանկարծ պատրաստելուց կբացվի, Կրիստալի, ոյ, չի բացվում, բալա, ինչ է եղել։ Մի խոսքով սիրելիներս, ես էլ էսպես, այսօր էլ էսպիսի օր ենք ունեցել, դեռ չի վերջացել, կարծում եմ, որ շատ գործեր կունենանք անելու, Էրիկը այնտեղ ինչ է։ Վիկա ապերին նայի, հա բան, ոչինչ։ Մի խոսքով սիրելիներս, դա էլ էսպես, հələ դու ինձ ասա տեսնեմ ոնց ես այսօր։ Բան չես ջղայնացած։ Ինչ ա եղել ես աղջկան, այս մեր Կրիստինան ընդհանրապես ոչ մի բան չի ուտում, այնքան որ զգացինք, որ շատ նիհարում է, սկսում է շրթունքների այս հատվածը ջաքեր առաջանալ, շրթունքները չորանալ, ու այս պարագայում 3 վիտամին վերցրեցի, որպես վիտամին, այդպես դրա համար չէ, հենց ախորժակը բացելու համար է նախատեսված, այստեղ ես ունեմ իրենց համար գնել է, կարծեմ դեզ էլ ցույց եմ տվել սիրելիներս, սա լավ վիտամինային կազմ ունի, բայց մի մեծ գերագույն մեծ խնդիր կա, որ սա ես մտածեցի ժելեշկաներ եմ, բայց համայնով սիրելիներս շատ բուսական են, որ ոչ մի կերպ չեն կարողանում ուտել, բայց ես դուր է գալիս, իրենց ոչ, այսպես, նույն էլ մամային է մնաց, մամային էլ որ վերցրել եմ 50+ է, ես էլ չեմ կարող դա օգտագործել, բայց այս պայի համար մամային բժիշկն այլ վիտամիններ է նշանակել, սա է, անպայման խորհուրդ կտամ սա, բայց մաման համային առումով նույն է, սենց արտահայտված պրինտային հոտ է գալիս մի տեսակ, չօգտագործել, մնացել է, այստեղ սա
Արտուրն է խմում օրը երկու անգամ է նախատեսված, բայց հապերն այնքան մեծ են, որ Արտուրը դժվար երկու անգամ մեկ անգամ այսպես դեռ ստիպելով խմում է, այսպես մեծ են հաբերը։ Հետո այսպես սիրելիներս, իմը այս բայի իդրությամբ ոչինչ չեմ խմում, բայց ինչ-որ հասկանում որ օրգանիզմից ինչ-որ բան պետք է ու պետք է անել, որտև մի տեսակ շուտ սկսում եմ հոգնել, ավելի ջուրագրգիռ է, մի խոսքով ձեզ չծանրաբեռնեմ այդ ամեն ինչով, հիմա փորձեմ մտածել, մաման գնացել է մի իր բանջարեղեն այդպես վերջացել էր, մի բան ասամ, մեր տանը հիմա մաման գրեթե իմ գնումների մեծ մաս իրեն դուր չի գալիս, դե ես էլ իրեն ասում եմ դու գնա, դու ընտրի, դու գնի ու արի, վերջ, որ հետո չասես սա է, օրինակ գույները սենյակի որ ընտրեցի, ննջասենյակի, հասկացա, դե բնականաբարից հասկանում եմ, որ դա իր սենյակին, մանավանդ սենյակն է փոքր է, հիմա վարակույնների ընտրելու հերթ, դե ասում եմ ես չեմ գալու, դու գնա, դու ոնց ուզում ես ընտրի ու արի, ինձ համար միևնույն է, որ հետո չասես սա լավ չի, նա լավ է, այսպես ճիշտ չէր, այնպես է ճիշտ, դա համար նեյտրալ եմ։ Այ, մի հատ բեսիտորա գնա։ Ոյ ոմա, վայ, գանք այդտեղ։ Մի հատ էլ մամային պաչի, մի հատ էլ մամային պաչի։ Այ, աղջիկներն ես պաչում, մի հատ էլ մամային պաչի։ Վախ, փոխ է։ Խոսքով սիրելիներս, ես հիմա գնամ, սուրճս վերջացնեմ, խելքի գամ ու գամ մի բան պատրաստեմ, այսպես չի լինի արդեն։ Մի տեսակ շատ խոսեցի ձեզ հետ, ձեր գլուխն էլ այնտեղ եմ եւի խանգարում, դուք էլ երևի այսօր ինձ զբաղված եք ու կասեք այս աղջիկը դեռ ժամանակ ունի խոսելու, չէ չունեմ, բայց ալարկոտություն եմ անում, ալարկոտություն, ինչը որ ինձ չի սազում։ Էլեն մտածի, արի դու պատրաստի էլի, արի դու մեղրով շրտերը արա, արանքից դուրս բեր, թե ոչ, մտածում եմ ես միջև սա անեմ, մեկ-երկու գունդը կանեմ, մաման կգա, մաման էլ թող իրենն անի, իսկ այդ ընթացքում միսը դուրս կբերեմ, եթե լավ վիճակում եղավ, կպատրաստեմ, եթե չէ, միջուկը կարող են և նրբաբլիթներ անել, բան չի կորի, ինչ կասեք, Lobo, aquí, pones aquí. Pone aquí para tener más fácil. Bravo. Buscamos lobo. ¿Dónde está el lobo? Eric, ¿cómo lo hace el lobo? ¡Súper! ¡Ay, todo! Es lobo, sí. Ven. Aquí está, aquí. Andy Srabrahava. Aquí te ves. Dirveran. Dirveran. Dir Esther. Dir An. Dir. Mijgaina. Chuzma moknem. Que gandes. An. Aquí. Vamos. Muy bien, Nimtaga. Gelatitaga. Mamá y gelatin. Es երեխան հանրագիտարան է, բայց լուրը մունջ։ Ինձ թվում է մի օր ժայթքելու է, որ կողմից ու ոնց ես ինչ ատղես, չգիտեմ։ Դե նստի, հա, նստի, ապրի, Երիկը, ապրի, իմ տղեն, իմ մամայի խելացին։ Ապրես, y la cabeza, հիմա ես եթե իր հետ իսպաներեն եմ խոսում, զուտ նրա համար, որ ինքը իսպաներեն ավելի լավ է ընկալում ու հասկանում սիրելիներս, դրա համար եմ ես իր հետ խոսում իսպաներեն, երգում նաև իսպաներեն, որովհետև մեզ պետք է, որ ինքը բացվի ու սկսի խոսել, իսկ դրա համար պետք է ինքը մեզ սկզբում հասկանա, որ հետո խոսի։ Ջան, մի հատ է մնացել, հիսա, just es él. Bravo. Eric, ¿dónde está mamá lobo? Mamá. Aquí. ¿Y bebé? ¿Bebé? ¿Dónde está bebé? Bebé. Ay, cuidado. Ay. Un accidente, Eric.
Ahora este. El oso. Osito. Toma. Toma, oso. Vamos. Հայաստան գնացող ինքնաթիռը մենք եղանք Իտալիայում ցերեկը ժամը 4:30 ու սպասեցինք մինչև լուսադամ 6:30 7-ը որ թռչենք դե բնականաբար Էրիկը չքնեց ու արդեն հասկացա որ գիշերվա ժամը 1-ն է երեխան էլ չի մնում մտածեցի լավ 2 ժամ կքնի հետո վեր կկայնացնեմ հետո լուսադեմ նորից կքնի դե թռիչքն էլ մեզ Իտալիայից մինչև Հայաստան արի խաղում ենք մի գնա Իտալիայից մինչև Հայաստան եթե չեմ սխալվում մոտ 5 ժամ էր խեղճ երեխան քնեց ես էլ հոգնած ալարեցի վեր կեցնել երեխային քնեց ու քնեց բարձրացանք ինքնաթիռ վեր կացավ ու վերջ կողքս մի հատ տղա էր նստած այդ խեղճ տղան երևի ամոթու սենց գլխարկը էսպես գլխին դրեց ու քնեց Էրիկը լավա պլանշետը վերցրել էի հետս գիտեի որ կարա լինի այդպես բան իր սիրած մուլտերն էին էր բերնել նայում հոգնում է դե 5 ժամ երեխան նստի Ես այսպես հոգնած քրտինքը վրայից ես գնում մի կերպ հասել էինք Հայաստան, բայց որպես այդպեսին ինչ-որ վատ իրեն չպահեց։ Ես հետ գալուց արդեն Արտուրը մեր հետ էր, հանգիստ խղճով իրար փոխարինելով, թեպետ լաց է լինում ուզում էր, որ մենք իրար կողք նստենք, բայց եկանք հասանք, տանջված, հոգնած, բայց եկանք հասանք։ Tito, sí, mira, dentro, fuera, pero está dentro. Aquí está afuera. Sí. Muy bien. ¿Dónde está color azul? Ahora rojo. Rojo. Es amarillo. Rojo. Rosa. Súper. Y rojo. Súper. Ahora viene otra carta. Pone verde. Verde. Color verde. No, verde. Súper. Rosa. Azul. ¿Dónde está azul? Morado. ¿Y azul? Súper. Este guy het yes կդառնամ ստեղծագործ Ես գիզանեմ Ոյ ես տղայա Ոյ ես տղայա Ես տղայա Դադիր Muy bien Pasi mamanta Pasi Espera Ոյ Դադիր Ay հիմա կարաս տնես Super, bravo. Rosa. Morado. Más. Cuidado. Vai. Ay, no pasa nada. Ajá. Así Rosa también. Ajá, Dijena. No, es morado. Sí, schaledre, tesar. Y machista. Super! Çıkayıl kankız. Çıkayıl. Hadi havakin, gari havakin. Havakis. Չէ, սկզբում սենց ենք դնում, ցույց տանք մամայի գնումները։ Այստեղ սոխից սկսենք, սոխ է վերցրել։ Ասում է սա փորձենք տեսնենք համեղա թե ոչ։ Էրիկին բնականաբար սմբուկ այս երեխան եթե իր ճաշի մեջ սմբուկ չեղավ չի ուտում, կաղամբ եմ վերցրել, կարտոֆիլ է վերցրել, այստեղ խնձոր, մանգո, տանձ, այս տեսակ տանձ, կանաչ պղպեղ, կարմիր բուլղարական պղպեղ, լոլիկ, արքայան արինջ և մանդարին։ Այստեղ էլ կանանչի է վերցրել, կանանչիներից մաղադանոսն է և համեմը։
Համեմը գնալով փոքրանում ու թանկանում է սիրելիներս։ Մաղադանոցն է չափերով փոքրանում է, համատաբար էլի մեծ է, բայց մաղադանոցն է չափերով փոքրանում ու թանկանում է։ Էս էլ մամայի գնումները, որին որ այս ամեն ինչին վճարել եմ 29 եվրո 16 սենտ։ Խնդրեմ։ Մեզ մոտ արդեն ուշ երեկո է, ես նոր սկսում եմ եղբորեղենի պատրաստման ընթացքը, ուրեմն մեկը առանձնացրել եմ մեղրով տորթի համար, այստեղ առանձնացրել եմ սպարտակի համար։ Դրել եմ 2 հավկիտ 80 գրամ կարակ, 150 գրամ շաքարավազ, 1 թեյ գդալ վանիլին և 90 գրամ մեղր։ Սա մի տարբերակը մեղրովի։ Նույն կերպ ուղղակի այստեղ 100 գրամ կարակ է, 2 հավկիթ է, 90 գրամ կաթ է և 90 գրամ մեղր է։ Բոլորը խառնում ենք իրար և դնում ենք կրակին եփվելու, իսկ այստեղ կարագը ավելացնում եմ վերջում և այսպես թողնում եմ։ Հիմա սա արդեն կիսով չափ սառել է, այստեղ կավելացնեմ միայն ալյուրը, կխառնեմ, կվերածեմ գնդերի, կթողնեմ, որպեսզի մի փոքր հանգստանա սառչի։ Հետո կանցնեմ արդեն սրան էլ ավելացնելու եմ 450 գրամ ալյուր պլյուս 50 գրամ կակաո։ Խառնելու եմ և այս մածուծիկ հեղուկը զանգվածը ավելացնելու եմ 4 բաղադրիչների վրա, խառնելու եմ, ստանալու եմ գունդ։ Գունդը մի փոքր պլաստիրինի թանձրությանն է լինելու, բայց չվախենաք, կթողնեք որպեսզի սառչի, վերածեք 8 գնդերի, կթողնեք հանգստանա ու արդեն կարող եք ձեր ցանկության ըստ տրամագիծը կարող է լինել 24 կլոր կամ քառակուսի, ինչպես որ դուք ցանկանում եք, ստացվում է 8 շերտեր, պլյուս եթե օգտագործել եք կողքերի կտրվածքները, կստացվի մոտ 10-ից 11 շերտեր սիրելիներս։ Ես սա կանեմ քառակուսի, սա կանեմ կլոր։ Սա էլ էսպես սիրելիներս, ապա մեր մոտ ժամին, ինչպես ասում են, մեկ վայրկյան լույսը վարան, ինչպես ասում են, ուշ է, բայց ես իմ կարևորագույն գործերից մեկը արեցի։ Երեխաների հետ անհնար էր ցերեկը անել, մինչև քնեցին այս կողման կողմ, այստեղ սպարտակի ռիսերն են արդեն պատրաստ։ Այստեղ բերի շերտը թողել եմ, որպեսզի փշրանք անեմ, և այստեղ էլ քանի շերտ է ստացվել։ 5 շերտ էլ ստացվել է մեղրովի լիստերը։ Դե կրեմը սովորական եմ անելու, դասական եփած կրեմը կարագով ու խտացած կաթով, սա պատելու եմ գլազուրով, իսկ սա էլ կեսը երևի այսպես կանեմ, կեսը փշրանք կանեմ, կեսը գլազուր կամ չգիտեմ, ընդհանուր այսպես հենց փշրանքի տեսքով չգիտեմ, կորոշեմ, որտեղ երեխաներն ավելի շատ գլազուրով են սիրում, եթե փշրանքով է լինում, չեն ուտում։ Սա կլոր եմ արել, որպեսզի այսպես եռանկյունաձև կտորներ ստացվի։ Իսկ սա էլ արդեն սովորական դասական կերպ կտրատենք։ Այստեղ էլ փշրանքներն են պահել, որպեսզի եթե պետք է ավելացնեմ վրան տորթի, բայց չեմ կարծում, հա ուղղակի երևի թե մի փոքր եզրերը կձևավորեմ շատ քիչ։ Եվ այստեղ էլ որ ավելացել է արդեն կողքերը, այսպես ուղղակի կտրատել եմ, ֆորմա ունեի, հենց այդ ֆորմայով էլ առավոտյան երեխաները կուտեն։ Այսպես սիրելիներս, սա էլ կարևոր գործերից մեկը վերջացրեցի։ Այս մյուս կողմում էլ այս գեղեցկուհին է պատրաստ արդեն, չորանում է։ Ահա, սա էլ արդեն տավարի մսով պատրաստված ապուխտն է, մինչև ամսի 31-ը հաստատ պատրաստ կլինի, ճիշտ այսպես շատ չոր չի ստացվի, բայց պատրաստ։ Շարոցներն էլ եկել են սառնում, չգիտեմ այն տեսքս ինչպիսին է, գիտեմ, որ բնականաբար հոգնած տեսք ունենամ, գիշերվա ժամը 3-ը, ծանրաբեռնված օրվանից հետո, այսինքն շաբաթվանից հետո ես կասեի, բայց փառք Աստծո, ամեն բան պլանավորածից պես արել եմ, մաման այնտեղ կարակները դուրս է հանել, որպեսզի առավոտյան ինքն էլ վեր կենա, ես թողնում եմ իրան, որպեսզի ինքը շերտավոր խմորը պատրաստի,
Եթե կարողացա շուտ վեր կենալ, որովհետև հիմա թե վլոգ մոնտաժեմ, այստեղ հավաքեցի, հիմա խելքս այսպես մի բան բզիկները կգան ու կորոշեմ, որ երեխաների խաղալիքները գիշերվա այս 1000-ին հավաքեմ հարևանները, հետո մի լավ զայրանամ վրաս, բայց եթե անկեղծ սիրում եմ, որ ամեն բան հավաքեմ, հետո նոր գնամ քնելու։ Առաջվա պես չէ իհարկե, առաջ այսպես հիվանդագին ամեն բան պետք է դնեի տեղում, հետո հասկացա, որ չէ, դրանով ոչինչ չի որոշվելու։ Անկեղծ չեմ կարող տանել, չեմ կարողանում, երբ որ լվացարանի մեջ կեղտոտ ափսեներ են լինում, ընդհանրապես չեմ սիրում, կամ խոհանոցում, եթե ինչ-որ մի բան թափթփված է հանդուրժել, ես չեմ հասկանում այն մարդկանց, որոնք կարող են օրվա մեջ հավաքել, հետո ասել դե լավ, թող այսպես մնա, առավոտյան չեմ պատկերացնում այդպես դեռ միտեղ խաղալիքների համար արդեն այդպես որ այդպեսին չեմ էլ նեղվում, չեմ էլ ընկնում, առավոտյան կարող եմ հավաքել, որտեղ որպես այդպեսի ինչ-որ բան չկա թափթփված, խաղալիքները նորմալ է, մի տանը եթե 3 երեխա լինեն, ամեն վարքյան թափեն ու դու ամեն վարքյան հավաքես, առաջ այդպես եմ, հետո հասկացա, որ ոչ դա լուծում չէ, ու հետո արկել է երեխային խաղալ թափթփել, բա ինչու համար ես գնում այդ խաղալիքները, որ արկել ես ասես չէ, ինչ եթե ամեն ինչ մնա այդ տեղում, այսպես մաքուր սիրուն դասավորված, ու այն պարագայում, եթե դու ապրում ես շենքում, այսինքն փակ տարածքում ու ամեն պահ չես կարող տանից դուրս գալ, դու բնականաբար ունես այն, ինչ որ ունես, սեփական տանն այլ է, դուրս գա երեխան այգում խաղավա, զոզի, հա, կեղտոտվի, այլ բան է, բայց ինչ որ վերաբերում է հիմա առաջվա պես այդպես չեմ մտածում, որ ամեն բան իդեալական լինի, հավաքած լինի, մի խոսքով, մարդ իր թերությունը, ես դա թերություն եմ համարում, հիվանդություն եմ համարում, երբ որ չքնես, առաջ չի քնում իջավ ժամը 1-2, որ ամեն բան հավաքեի, դասավորեի տեղերում, հետո առավոտյան նորից նույնն էր լինում։ Ինչևէ սիրելիներս, այսօրվա մեր օրն էր, այսպեսին չգիտեմ այսօրվա վլոգից ինչ կստացվի, հաճելի կլինի դիտել թե ոչ, այսօր այսպիսի օր էր, վաղը տեսնեմ ինչպես եմ պատրաստվելու, որպեսզի գնամ, չեմ ուզում հրժեմ, երեկոյան ժամը 9-ին է, գործեր ունեմ, չգիտեմ, երեխաների հետ կապված հանդեսնել դժվար է, որովհետև ես չեմ կարող վաղը, Արտուրն էլ աշխատանքի է, չի կարող տանել, ցավոք սրտի, երևի թե չկարողանանք մասնակցել հայկական դպրոցում կազմակերպվող հանդեսին, որովհետև ընդհանրապես այս օրերին ավելի շատ ծանրաբեռնված եմ թե աշխատանքի բերումով ու թե որ երեխաները տանն են, մեկը հիվանդ էր, մյուսը լավացավ, մի խոսքով, հետո արտակուրսները արդեն իրեն անում եմ, տեսակ ռիթմից էլ երեխաները ետ են ընկնում, ես էլ ասում եմ լավ թող հանգստանան, հեսա նորից սկսելու է դասեր, ամեն շաբաթ քննություն, ջութակ ու այդպես Էրիկի պարապունքներ, Կրիստինայի պարապունք, մի խոսքով սիրելիներս, բազմազավակ մայր լինելը, ընդհանրապես թեկուզ մեկ երեխայի մայր լինելն էլ, դա արդեն իսկ մեծ աշխատանք է ու մենք մայրիկներս ամեն պարագայում պետք է ուժեղ լինենք։ Այսպես եկեք այսքանով հրաժեշտ տամ, որովհետև դժվար ինչ-որ ասելիք ու ինչ-որ բան կարողանամ ցույց տալ սիրելիներս, ես էլ գնամ հանգստանամ, ձեզ բարի գիշեր մաղթեմ, որովհետև մեզ մոտ ուշ գիշեր է, միգուցե ինչ-որ միտեղ ովքեր որ ինձ դիտում են, այդտեղ օրը լույս է արդեն բացվել, բարի լույս ցանկանամ և մաղթեմ ամենայն բարիք։ Աստված ձեզ շատ օրհնի, ձեզ հետ լինի, եթե դուք սիրում եք ինձ, իմ ալիքը, բայց դեռ չեք բաժանորդագրվել, բայց հետևում եք կխնդրեմ բաժանորդագրվել, սեղմել զանգակոճակը, որպեսզի բաց չթողնեմ իմ հետագա վլոգները։ Մնաք բարով և խաղաղությամբ, կհանդիպենք հաջորդ վլոգում սիրելիներս, բարի գիշեր։